Ողջույն բոլորին, ձեզ հետ Գևորգն է ու երկար դադարից հետո վերադառնում եմ։ Իմ կարծիքով սա շատ սպասված վերադարձ էր, քանի որ իրոք իմ YouTube-յան ալիքում երկար ժամանակ տեսանյութ չի հրապարակել։ Հիմնականում իմ ակտիվությունը Telegram-յան ալիքում էր, Instagram-ում եւս թույլ էի մի փոքր, բայց այդ ամենը կապված էր իմ աշխատանքային պայմաններից, շատ ծանր ամիս ու կես եմ ունեցել, ինչի պատճառով չէի կարողանում հասցնել թե ֆիզիկապես, թե արդեն հոգնածությանս առումով ինչ որ բան անել YouTube-ի համար, շատ մեծ իվենթ կազմակերպեցինք Հենրիխ Մխիթարյանի վերադարձի հետ կապված, հա, շատ լավ զգացողություններ ունեցա, կարիերայիս լավագույն պահերից մեկն էր, եթե ոչ լավագույնը, այնտեղ էքսկլյուզիվ հարցազրույց եմ ունեցել Հենրիխ Մխիթարյանի հետ, այնպես որ եթե ցանկանում եք դիտել, հղումը թողնում եմ նկարագրության բաժնում, դե իսկ մենք այսօր իհարկե չենք կարող չքննարկել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, արդեն խմբային փուլը ավարտվեց գիշերը, այսօր գիշեր, 3 գիշեր կներեք, այսօր գիշեր չէ, 3 գիշեր ավարտվեց խմբային փուլը, մեզ հայտնի են բոլոր մասնակիցները play-off-ի ու որպես այդպեսին անցնելու ենք հենց այդ play-off զույգերի վրայով, այսինքն չենք քննարկելու բոլոր հանդիպումները, ես փորձելու եմ խոսել ակնկալիքներիցս ինչպես արդարացան ակնկալիքները խմբային փուլում, ովքեր էին անաջողակները, ովքեր էին թաքնված բաները, զարմացնող թիմերը ու իհարկե ովքեր են ֆավորիտները այս պահի դրությամբ։ Կխոսենք նաև 1-2 տրանսֆերներից, ես ասելիք ունեմ իհարկե, հատկապես այն գները, որոնք պատտվում են հիմա համաշխարհային ֆուտբոլում ու ինչ ֆուտբոլիստների համար վճարվում իհարկե նմանատիպ գներ, դա եւս իհարկե անդրադարձի կարիք ունի։ Իսկ ձեզ մնում է միայն բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին, հետևել ինձ սոցիալական հարթակներում, Instagram-ում եւ Telegram-ում, Telegram-ում հատկապես, քանզի աշխարհի առաջնությունն է, մենք այնտեղ պարբերաբար քննարկում ենք թե ինչ է տեղի ունենում հենց Մեքսիկայում, Կանադայում եւ Ամերիկայում, այնպես որ սպասում եմ ձեզ նաեւ այնտեղ, իսկ մենք գնանք քննարկենք աշխարհի առաջնությունը եւ ոչ միայն, որովհետեւ իրականում բաներ տեղի ունեցել են։ Դե ինչ, սկսենք հենց աշխարհի առաջնությունից, A խմբից մինչև L խումբ բոլորը մեզ հայտնի են, հիմա ձեր էկրաններին կտեսնեք 1/16 եզրափակիչը, բայց մինչև դա ես ցանկանում եմ մի հատ կարճ խոսենք թե ինչպես է անցնում Հյուսիսային Ամերիկայում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, իմ սուբյեկտիվ կարծիքով կազմակերպչական առումով, եթե նայում ես շոուին, հա, ինչպես որ չգիտեմ, NBA-ում է կամ ռեգբիում է, բեյսբոլում է, այդ ամեն ինչը շոուի ծրագրով շատ լավ է, բայց ընդհանուր առմամբ ես որպես ֆուտբոլային երկրպագու անչափ դժգոհ եմ Ամերիկայում ու Կանադայում ու Մեքսիկայում կայացող աշխարհի առաջնությունից, որովհետև շատ հանգամանքներ դեմ են ֆուտբոլին, հա, հենց մեկը եղանակային պայմանները, հենց մեկը այդ ինչ որ անիմաստ գովազդները, անիմաստ դաթարները եւ այլն մրցավարական ցածր մակարդակը, այդ ամեն ինչը իմ համար մի փոքր շատ խորթ է, հատկապես այդ ջրային դաթարը, որը ընդհանրապես ջրային դաթարը չի ինչպես մենք ենք հասկանում, այսինքն ֆուտբոլիստները շոկ հոգնում են ու իրանք պետք է գնան, ջուր ըմպեն, որպեսզի կարողանան հովանան, կարողանան շարունակել հանդիպումը։ Հա, Կոլումբիա, Պորտուգալիա հանդիպումը այդպես էր, որ Մայամիում էր ամռանը, դե իհարկե շատ շոկ է ու այդ ջրային դաթարը պետք է, բայց այդ ջրային դաթարը 95% ժամանակ ավելի շատ գովազդի համար է ու եղավ ժամանակահատված խաղ, երբ անձրև էր նույնիսկ գալիս, բայց ֆուտբոլիստները ջրային դաթար կատարեցին։ Դա իմ համար մի փոքր անընդունելի է, չեմ հասկանում մինչև հիմա թե ինչու են բոլոր ֆուտբոլիստները դուրս գալիս խաղադաշտ, մրցավարների ընտրությունն է իմ համար մի փոքր անհասկանալի, այո, բոլոր կոնտինենտներից այնտեղ պետք է լինեն մրցավարներ, դա FIFA-ի կանոնակարգի մեջ է մտնում, քանզի աշխարհի առաջնությունը բոլորը պետք է լինեն այդ ամենի մեջ, բայց կան մրցավարներ, որոնք իրոք շատ ցածրակարգ են ու չեն համապատասխանում աշխարհի առաջնության որակավորման խաղերին, այնպես որ իմ կարծիքով ես այս պայդրությամբ մունդիալը 10-ից 6 կգնահատեմ, հա, շատերը բողոքում էին Կատարի աշխարհի առաջնությունից, այնտեղ արհեստական էր ամեն ինչ, հա, բոլորս էլ հիշում ենք այդ խոսակցությունները, որ ստադիոնները լցվում են, արհեստականորեն, հա, երկրպագուներ չկան, բայց մարդիկ գնում են, լցվում են, որպեսզի ստադիոնը լեփլեցուն թվա եւ այլն, աշխարհի առաջնությունը Ամերիկայում անցկացվում է շատ թանկ տոմսերի շրջանակում, այսինքն ամենաթույլ հանդիպումը օրինակ Կապե Վերդե Կուրասաո կամ Կուրասաո Գերմանիա, տոմսերը սկսում են $300-400, իսկ եթե դու լուրջ խաղի ես ցանկանում գնալ, ապա մեղմ ասած դու գնում ես բանի
ինչ-որ ինչքան գումար պետք է ունենաս, օրինակ 1500, 2000, 4000, 8000 դոլար տոմս գնելու համար, դա միջին բանն է, վայրն է տրիբունայում նստելու համար։ Այսինքն դու չես գնում VIP lounge, դու չես գնում այնտեղ ինչ-որ արտոնություններ ունենալով, դու մուտք չունես խաղադաշտի տեխնիկական գոտի, դու ուղղակի հասարակ հանդիսական ես, որը վճարում է 4000 դոլար խաղը նայելու համար։ Էնպես որ մեծ առումով, կազմակերպչական առումով ես դժգոհ եմ բանից աշխարհի առաջնությունից, իմ համար այդքան էլ դիտարժան չի այն ամենը ինչ կատարվում է բուն խաղից դուրս, դե իսկ ինչ վերաբերում է ֆուտբոլին, ֆուտբոլի հետ կապված եւս այստեղ կոնկրետ խմբային փուլում ես ունեմ հարցեր, շատ հակասական խմբային փուլ մենք ունեցանք, որտեղ թիմերը որոշները շատ արագ լուծեցին իրենց հարցերը փլեյոֆ դուրս գալու համար, հետո սկսեցին կես ուժով խաղալ, ինչպիսիք են օրինակ Գերմանիան, ինչպես օրինակ կարա լինի Իսպանիան, ինչպես կարող է օրինակ լինի Բրազիլիան, մի խոսքով Անգլիան շատ թույլ խմբային փուլ անցկացրեց, չնայած որ Անգլիայից շատ բան պետք է չի սպասել խմբային փուլում, բոլորս էլ գիտենք, հենց 2002 թվականից սկսած Անգլիայի հավաքականը շատ թույլ խմբային փուլ անցկացնում, որից հետո արդեն կամաց հավաքում է։ Իհարկե վերջին աշխարհի առաջնությունը, Եվրոպայի առաջնությունը ցույց են տալիս, որ իրանք մրցաշարի ընթացքում հավաքում են անհրաժեշտ բանը, մարզավիճակը։ Թիմեր, որոնք ինձ տպավորեցին, ես դրանց մասին կխոսեմ, թիմեր, որոնք ինձ հիասթափեցրեցին ու թիմեր, որոնք դեռևս ինձ մոտ հարցական տպավորություններ են առաջացնում։ Նախ տպավորող թիմեր։ Առաջինը իմ կարծիքով դա Արգենտինայի հավաքականն է։ Արգենտինայի հավաքականը, որը նվաճելով աշխարհի առաջնությունը ինձ մոտ ստեղծել էր տպավորություն, որ չի ունենա նույն ցանկությունը, չի ունենա նույն ուժը, նույն կամքը պայքարելու, նորից ապացուցելու համար, որովհետև 2022 թվականին Արգենտինան դրեց էմոցիոնալ, ֆիզիկական ու հոգեպես ամբողջ իր ուժերը, հասավ իր նպատակին, Լիոնել Մեսին նվաճեց ոսկե գնդակ, չնայած հեռու չի, Լիոնել Մեսին նվաճեց աշխարհի գավաթը ու որպես այդպեսին Արգենտինայի պատմությունը պետք է այդքանով ավարտվեր։ Իրոք, Արգենտինայի պատմությունը պետք է այդքանով ավարտվեր, որովհետև Արգենտինան հասավ հնարավոր ամեն ինչին ու դժվար էր մտածել, որ Լիոնել Սկալոնին կարող է ինչ-որ մի հատ նորամուծություն մտցնել Արգենտինայի հավաքականի խաղի մեջ, որպեսզի Արգենտինան կրկին փայլի մունդիալում։ Բայց արի ու տես, որ Արգենտինան շարունակում է ցնցել, Արգենտինան խաղում է շատ հետաքրքիր ֆուտբոլ, Լիոնել Մեսին շարունակում է չխանգարել, ոչ էլ ֆուտբոլիստներն են շարունակում չխանգարել Լիոնել Մեսին ու իմ կարծիքով Լիոնել Սկալոնի հանճարը կայանում է հենց դրանում, որ շատ ու շատ մարզիչների մոտ, Լիոնել Մեսին կարողացավ հանդես գալ, հատկապես post Բարսելոնյան ժամանակաշրջանում, այնտեղ եղավ Մաուրիսիո Պոչետինո, այնտեղ եղավ Գալտիե, հետո Մեսին գնաց Ինտեր Մայամի, այնտեղ Ժերարդո Մարտինո, Մասկերանո եւ այլն, բայց որպես այդպեսին Պեպ Գվարդիոլայից հետո իմ սուբյեկտիվ կարծիքով, չէ լավ Պեպ Գվարդիոլայից հետո չէ, Լուիս Էնրիկեից հետո Լիոնել Սկալոնին առաջին մարզիչն է, որը կարողացել է բալանս գտնել, որը կարողացել է հարմոնիա գտնել Լիոնել Մեսի ու թիմի միջև ու դա միայն ուժեղացնում է թիմը։ Լիոնել Մեսին 39 տարեկանում շարունակում է հանճարեղ ֆուտբոլ խաղալ։ Այսինքն չես ասի, որ Մեսին 25-26 տարեկանի ֆուտբոլ է խաղում։ Ոչ, դա արդեն ֆիզիկական պատրաստվածությունից է գալիս։ Լիոնել Մեսին շուտ է հոգնում, Լիոնել Մեսին հիմնականում քայլում է խաղադաշտում, բայց այնինչ կա Մեսիի մեջ դու չես կարող դա հանել։ Դա անհնար է հանել, այդ տաղանդը, այդ անոմալ մտածելակերպը, 3-4 վայրկյան շուտ գուշակելը թե ինչ է լինելու խաղադաշտում։ Դա իհարկե չես կարող հանել Լիոնել Մեսիի միջից ու Մեսին այս պահի դրությամբ խմբային փուլից հետո գլխավորում էր լավագույն ռմբարկուների աղյուսակը 6 գոլով, նա նաև պատմական ռեկորդ գրանցեց, նա շրջանցեց լեգենդար Միրոսլավ Կլոզեին, որը աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն էր։ Ես կարծում եմ, որ սա, չգիտեմ, սա այդ միակ մունդիալն է, որտեղ կարող է Լիոնել Մեսին պատմության լավագույն ռմբարկուն լինել, որովհետև շատ վստահ եմ, որ Կիլիան Մբապեն նախ մոտենալու է Մեսիին այս մունդիալում, մյուսում էլ արդեն շրջանցելու է, այնպես որ սպասենք, որ հենց Կիլիան Մբապեն է լինելու մունդիալների պատմության լավագույն ռմբարկուն, բայց այս պահի դրությամբ այսօրով, երբ որ մենք խոսում ենք, Լիոնել Մեսին մրցաշարի լավագույն ֆուտբոլիստն է։ Այո, գուցե այդ ինչի վրա մենք սովորել ենք վերջին տարիներին, այդ տեմպային ֆուտբոլը, արագ ֆուտբոլը, այդ պրեսինգը, արագ փոխանցումները, տեղաշարժը խաղադաշտում, այդ ամեն ինչը հաթույն է, մենք այդ ամեն ինչը սովորել ենք, մեր աչքին դա է հիմա հաճելի, բայց այնինչ անում է Լիոնել Մեսին, ով էր, մի հատ շատ լավ միտք արտահայտեց, եթե չեմ սխալվում, Գևորգ Սահակյան, որ ասեց, նայեք, Եվրոպայում Մբապե, Հոլանդ, Կվարացխելիա, Դեմբելե, Վինիսիուս, в общем, սաղ պայքարում են ինչ որ մի հատ բոմբ բանի համար, ոսկե գնդակ, պայքարել, տանջվել, չարչարվել, Մեսին Ամերիկայում քայլում է, վազվզում է,
գոլեր է խփում, կյանքն է վայելում, գալիս են բոլորը աշխարհի առաջնություն, Լիոնել Մեսին պարզվում է երկու գլուխ բոլորից բարձր է։ Միևնույն է, կապ չունի, որ ինքը 39 տարեկան է։ Այնպես որ Արգենտինայի հավաքական առաջին հավաքականն է, որը ինձ անչափ տպավորել է, երկրորդ հավաքականը, չեմ ասի մեգա տպավորել է, բայց այն սպասելիքները, որ ես ունեի արդարանում են, դա Ֆրանսիայի հավաքականն է։ Ֆրանսիայի հավաքականը շատ բալանսավորված, խայտառակ մեծ ներուժ ունեցող հավաքական է։ Հարցակման գիծը Մբապե, Դեմբելե, Օլիսե, Բարկոլա, մի խոսքով արագաշարժ, հիասքանչ ֆուտբոլիստներ, Օլիսեն գնդակ բաժանող է, Դեմբելեն, Մբապեն խաղն իրենց վրա վերցնող են, այնտեղ կա Ակլյուշ նաև, այնտեղ կա Ռայան Շերկի ֆուտբոլիստներ, որոնք տեղ չեն գտնում մեկներկային կազմում, որովհետև այն ֆուտբոլը, որը Ֆրանսիան խաղում է հարձակման գծում, իհարկե հիասքանչ է, պարբերաբար մեկներկային կազմում է հայտնվում Ադրիան Ռաբիոն, ինչը ցույց է տալիս ինձ, որ ինքը շատ թերագնահատված ֆուտբոլիստ է ու պետք է ավելի շատ նրան գնահատել։ Այնպես որ Ֆրանսիան երկրորդ հավաքականն է, որը հիասքանչ է, այնտեղ փայլում է Կիլիան Մբապեն, այնտեղ փայլում է Ուսման Դեմբելեն, Դեմբելեն վերջին խաղում Նորվեգիայի դեմ ընդհանրապես հետրիկ ձևակերպեց մեկ խաղակեսում, այնպես որ Ֆրանսիան խայտառակ լուրջ հայտ է ներկայացնում արդեն փլեյոֆում ամբողջ մրցաշարի ֆավորիտ լինելու համար, ճիշտ է, ես մրցաշարից առաջ հայտնել էի իմ top 5 ֆավորիտներին, որտեղ Ֆրանսիան առաջին հորիզոնականում էր ու շարունակում է մնալ առաջին հորիզոնականում, բայց ֆուտբոլով իհարկե Ֆրանսիան զորեղ է ու սպասել Ֆրանսիային առնվազն կիսաեզրափակում ինձ թվում է պետք է, իսկ թե ինչ կլինի մինչև կիսաեզրափակիչը պետք է սպասել, որովհետև եթե Ֆրանսիան անցնում է Շվեդիային, իսկ Գերմանիան Պարագվային 1-8 եզրափակում ենք տեսնում ենք Գերմանիա-Ֆրանսիա, ինչը արդեն գերֆանտաստիկ դիմակայություն է։ Մյուս հավաքականը, որը իմ կարծիքով կարող էր ավելի քիչ ակնկալիքներ առաջացնել ինձ մոտ ու որին ես ֆավորիտ չեմ համարում, բայց ընդհանրապես իրանք փայլում են այս մունդիալում, դա Նիդերլանդների հավաքականն է։ Նիդերլանդների հավաքականը, որը Ռոնալդ Կումանի գլխավորությամբ գնաց աշխարհի առաջնություն, բացականներով հանդեղ Խաչաձև կապանների կտրված ստացավ Խավի Սիմոնսը, հարցակման կրակակետում տենց լուրջ դեմքեր, եթե նայում ես անուններով չկան, բայց Նիդերլանդների հավաքականը ցույց է տալիս, որ իրանք ամբողջությամբ թիմային խաղի մասին են, իրանք չեն ճանաչում հեղինակություն, իրանք դուրս են գալիս կոնկրետ խաղային ձեռագրով, իրանք խաղում են կոնկրետ խաղային ձեռագրով։ Նիդերլանդերի հավաքականում փայլում է Կոդի Գակպոն, ես չեմ հասկանում թե ինչի հիման վրա է Գակպոն Նիդերլանդերում լավ խաղում, իսկ Լիվերպուլում դառնում Կոդի Գակպո, բայց այն որ Նիդերլանդերի հավաքականը վստահորեն դուրս եկավ իր խմբից առաջին հորիզոնականով, դա փաստ է ու Նիդերլանդերի հավաքականը շարունակում է մնալ այն պինդ շատ ոչ ֆավորիտ, բայց շատ պինդ թիմ, որը ինչ որ անակնկալների ձևով կարող է դուրս գալ, չգիտեմ, կիսաեզրափակիչ, նույնիսկ եզրափակիչ ու այնտեղ, չգիտեմ, մի հատ ֆիասկո անել։ Համենայն դեպս 2022 թվականի աշխարհի առաջնությանը, երբ Արգենտինան դուրս թողեց Նիդերլանդերին հետխաղի 11 մետրանոց հարվածաշարից հետո, այսինքն Արգենտինան հաղթեց Նիդերլանդերին, չէր ասի, որ Նիդերլանդերի հավաքականը տենց շատ վատներ ու իրականում այդ մի հատ անգլերեն լավ խոսք կա dark horse, ինքը իմ կարծիքով Զամբյուղի dark horse-ն է, որը կարող է անակնկալներ մատուցել։ Մյուս հավաքականը, որը ինձ իրոք տպավորեց, դա իհարկե ուզում եմ գտնեմ Կապե Վերդեն է։ Կապե Վերդեն, որը ունի ընդամենը 150,000 բնակչություն, չի պարտվել ոչ մի խաղում խմբային փուլում, չի պարտվել 3 խաղ, 3 ոչ ոքի Սաուդյան Արաբիայի, Իսպանիայի ու Ուրուգվայի հետ ու 3 միավորով դուրս է գալիս երկրորդ հորիզոնականով 1/16 եզրափակիչ, հա, իր մրցակիցը 1/16-ում լինելու է Արգենտինայի հավաքականը։ Որքան են շանսերը, որ Կապե Վերդեն դուրս կգա 1/8, 1-2%։ Չեմ ուզում ասել 0, որովհետև ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, բայց Կապե Վերդեն շատ ես հիշում եմ Իսպանիայի հետ խաղից հետո ես իմ Telegram-յան ալիքում գրեցի, ասացի, բայց հասկանում եք, որ Կապե Վերդեն ոչ թե ուղակի պաշտպանվում է, ինքը պաշտպանվում է շատ գրագետ, ինքը պաշտպանվում է շատ համակարգված, ինքը Իսպանիային ազատ տարածություններ չի տալիս, թույլ է տալիս միայն հերվից խաղալ կարճ փոխանցումներով։ Տուգանային հրապարակ 1-2 անգամ Իսպանիան մտավ, այնտեղ մի հատ դարպասապակար Վոժինյան, որը մի խաղով պրոստը 15,000 հետևորդ ուներ, գնաց հասավ 16 միլիոն հետևորդու, հիմա բոլորը սպասում են Վոժինյայից ինչ որ աստվածային պերֆորմանսներ, Վոժինյան, որ այդ ամեն ինչի հետ խայպի վրա ֆռում ասում է ինձի տվեք Արգենտինա, ես ուզում եմ Արգենտինայի դեմ խաղամ, բոլորս էլ գիտենք վերջում ինչ ալնելու, բայց դե այդ խայպը Կապե Վերդեի իհարկե թույն է, այսինքն յուրաքանչյուր մունդիալի ժամանակ կային չէ հավաքականներ, որ սենց են որ վաու դու ենթագիտակցաբար սկսում ես իրանց երկրպագել, որտեղ դու հասկանում ես, բայց իրանք ուժեղ չեն, իրանք թույլ
հավաքական են, բայց իրանք over performance են անում, իսկ այդ over performance-ը քո դուրը գալիս է, որովհետև դու պատկերացնում ես, որ օրերից մի օր գուցե քո հավաքականն էլ փորձի այդպես խաղալ, ճիշտ է, ընդհանրապես չեմ հավատում, բայց կարող է դա լինել ու դու ենթագիտակցաբար սկսում ես այդ թիմին երկրպագել։ Կապե Վերդեն հենց այդ հավաքականն է, որ դու ուզում ես իրանց մոտ ստացվի, բայց դու աշխարհի առաջնությունը ավարտվի, դու մոռանալու ես, դու Վոժինյային էլ ես մոռանալու։ Բայց Կապե Վերդե բրավո։ Իրոք Կապե Վերդե բրավո, որ կարողացան ցույց տալ այն ֆուտբոլը, որը ոչ մեկ չէր սպասում։ Եվ իհարկե վերջին հավաքականը իմ սուբյեկտիվ կարծիքով, որ ինձ տպավորել, դա Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականն է ու շատ զարգացած Ամերիկայի հավաքականը շատ ցենց ասեմ, ոչ պրագմատիկ, հարցակվողական ոճի ֆուտբոլով իրանք կարողացան հաղթել եւ Պարագվային, իրանք կարողացան հաղթել Ավստրալիային, վերջին խաղում պարտվեցին Թուրքիային 2-3 հաշվով, բայց դա արդեն ոչ մի բան չէր որոշում, Ամերիկայի հավաքականը դուրս էր եկել արդեն 1-16 եզրափակիչ առաջին հորիզոնականով ու Մաուրիսիո Պոչետինոյի կատարած աշխատանքը իրոք շատ լավն է, այնտեղ Քրիստիան Պուլիշիչն է լավ խաղում, այնտեղ Ֆոլարին Բալոգունն է շատ լավ խաղում, կիսապաշտպանությունն է բավականին ամուր, Մաքենիով, բանով, մի խոսքով Ամերիկայի հավաքականը եւս տպավորում էր։ Իրոք տպավորում էր ու միայն դրական խոսքեր այդ ընտրանում։ Դե իսկ ինչ վերաբերում է այն հավաքականներին, որոնք խմբային փուլում կոնկրետ ինձ հիասթափեցրեցին։ Առաջինը եւ կարծում եմ ամենալուրջը դա Պորտուգալիայի հավաքականն է։ Պորտուգալիայի հավաքականը, որը եկել է այս մունդիալ մեկ ուղերձով, ինչպես Լիոնել Մեսսիի համար Արգենտինան պայքարեց, մենք եւս պայքարելու ենք Կրիշտիանո Ռոնալդոյի համար, որպեսզի նա հաղթի աշխարհի առաջնությունը։ Ու Պորտուգալիայի հավաքականի կազմը, որ նայում է, սենց այս թիմը առնվազն կիսաեզրափակչի է։ Իրոք։ Այս թիմը առնվազն կիսաեզրափակչի է, որտեղ միայն կիսապաշտպանությունը Ժաու Նևեշ, Վիտինյա, Բրունո Ֆերնանդեշ, Բերնարդո Սիլվա, Ժոաու Ֆելիքս, Ռուբեն Նևեշ, top մակարդակի ֆուտբոլիստներ, top։ Այդ 3-ը մեկնարկային կազմի Ֆերնանդեշ, Վիտինյա, Ժոաու Նևեշ։ Էլիտար մրցաշրջան անցկացրած, այն որ բարի ամենաբուն իմաստով էլիտար մրցաշրջան անցկացրած, նրանց թիկունքում խաղում են քիչ թե շատ ավելի թույլ ֆուտբոլիստներ, բայց կա Ռուբեն Դիաշ, կա գրոհին ֆանտաստիկ միացող Ժոաու Կանսելո, դարպասին բաննա, Կոշտանա, որը մեծ ակնկալիքներ ունենք դրանից մյուս մրցաշրջանում ու սպասում են, որ ինքը այլ թիմա տեղափոխվելու։ Մի խոսքով, բայց Պորտուգալիայի հավաքականում չկա բալանս։ Պորտուգալիայի հավաքականի մոտ տպավորությունն է, որ իրենք կիսապաշտպանությունից հարցակում անցնելը ինչ որ մի հատ անելանելի խնդիր է դարձել իրանց համար ու իրենք չեն կարողանում։ Այո, Պորտուգալիան հաղթեց Ուզբեկստանին 5-0 հաշվով։ Այո։ Կրիշտիանո Ռոնալդոն դուբլ գրանցեց։ Բրավո։ Բայց ախր Ուզբեկստանի հավաքականին հաղթելը չպետք է չափանիշ լինի Պորտուգալիայի պես մեծ հայտ ներկայացնող հավաքականի համար։ Այ Կոլումբիայի այդ խաղն էր, որ կարող էր քննություն լինել։ Պորտուգալիան չանցավ այդ քննությունը։ Կոլումբիան վերջի վայրկյաններին գոլ խփեց։ Անհասկանալի պատճառներով չեղարկվեց այդ գոլը նշվելով խաղից դուրս վիճակ, բայց կադրը երբ որ նայում ես հստակ չի ինձ խաղից դուրս վիճակ կա թե չէ։ Ու պլյուս դրանից զատ Կոնգոյի հետ ոչ ոքին։ Այսինքն այն երկու հանդիպումները, որոնք իրոք Պորտուգալիան պետք է առաջ քայլ կատարեր ու ցույց տար թե ինքը ինչի համար եկել մունդիալ, ինքը չկարողացավ դա անել։ Ու դա առաջնային կարծում եմ Ռոբերտո Մարտինեսի խնդիրն է։ Այն որ Պորտուգալիան դուրս եկավ 1-16-րդ եզրափակիչ երկրորդ հորիզոնականով, դա արդեն իսկ ահազանգ է, որտեղ խմբում ֆավորիտը Պորտուգալիան էր։ Բայց ինքը խմբում չկարողացավ ցույց տալ, թե ինչու է նա ֆավորիտ։ Իսկ Կոլումբիան լինելով պինդ կորից կարողացավ առաջին հորիզոնականով դուրս գալ։ Արդյունքում Պորտուգալիան 1-16-րդ եզրափակիչը խաղալու է բանի հետ։ Խորվաթիայի հետ։ Խորվաթիան, որը կարողացավ դուրս գալ 1-8, իսկ մենք գիտենք, թե Խորվաթիան ինչպիսի հավաքական է, երբ խոսքը գնում է աշխարհի առաջնության փլեյօֆի մասին։ Բրազիլիայի հավաքականը չի թողի ստել։ 2018 թվականը չի թողի ստել։ 22-ի միջև կիսաեզրափակիչ հասնելը թույլ չի տա ստել։ Անդեղ հավաքված են փորձառու տղաներ, որոնք գիտեն թե ինչպես հաղթել բարդ հանդիպումներում։ Իսկ Պորտուգալիան հիմա բալանսավորված չի։ Շատ հետաքրքիր է լինելու Պորտուգալիա-Խորվաթիա հանդիպումը դիտելը, որովհետև այնտեղ իրոք վաու, ու չես կարող ասել թե ով է անցնելու։ Ես կուզեմ Կրիշտիանո Ռոնալդոն անցնի։ Իրոք կուզեմ, որովհետև Պորտուգալիան ախային թիմն է, որ պիտի խաղա գոնե քառորդ եզրափակչում։ Եվ երկրորդ Կրիշտիանո Ռոնալդոն արժանի է գոնե այդ վերջինն են, որ շանսին բռնվելու աշխարհի գավաթից, այլ ոչ թե սենց շուտ դուրս մնալու
այնտեղից։ Մյուս թիմը, որի իմ ակնկալիքները չարդարացրեց, դա Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը։ Իսպանիայի հավաքականը, որը մոտեցել էր այս խաղին կադրային կորուստներով, չկար Յամալ առաջին խաղում, որտեղ էլ Կապո Վերդեի հետ ոչ ոքի խաղացին։ Ճիշտ է, հետո Իսպանիան հաղթեց բանին, Սաուդյան Արաբիային։ Հետո էլ հաղթեց Ուրուգվային։ Բայց Իսպանիայի հավաքականը իմ մոտ չի ստեղծում այն Եվրոպայի առաջնության, Եվրոպայի չեմպիոն տպավորությունը, որովհետև կան ֆուտբոլիստներ, որոնք մարզավիճակի մեջ չեն։ Իմ կարծիքով Դե Լա Ֆուենտեի սելեկցիան այդքան էլ ճիշտ չէր։ Կլինեմ երկրպագուական առումով անկեղծ։ Ես չեմ ուզում, որ Իսպանիան հաջողության հասնի։ Ես ուզում եմ Դե Լա Ֆուենտեն տապալվի ու ինքը հեռացվի։ Զուտ նրա համար, որ դարպասին կանգնած է ոչ թե Դավիդ Ռայան, այլ Ունայ Սիմոնը։ Ես լինելով նախկին դարպասապա, 10 տարի լինելով ֆուտբոլում որպես դարպասապա, չեմ կարողանում հասկանալ, թե ինչու է Դե Լա Ֆուենտեն կայացրել ընտրություն Ունայ Սիմոնին նայելով։ Այսինքն, հա, Ունայ Սիմոնը այն դարպասապանն էր, որ Եվրոպայի առաջնությունում կարողացավ քեզ օգնել հաղթել գավաթը։ Բայց ինչն է խանգարում քեզ նայել Դավիդ Ռայային, հասկանալ, որ նա աշխարհի լավագույն ակումբներից եռյակի մեջ մտնող, վստահեցնում, լավագույն 3 ակումբներից մեկի հիմնական դարպասապահն է, աշխարհի ամենաբարդ առաջնությունում 3 տարի անընդմեջ ոսկե ձեռնոց նվաճած դարպասապահն է, ու վերջում ընտրես Ունայ Սիմոն։ Ես իրոք դա չեմ հասկանում։ Ու դա իհարկե իմ համար մեծահազանգ է չերկրպագելու Իսպանիայի հավաքականը։ Իսպանիայի հավաքականը հաղթանակի դեպքում Ավստրիայի դեմ է խաղալու, հաղթանակի դեպքում խաղալու է Պորտուգալիա-Խորվաթիա հաղթողի հետ։ Այսինքն Կրիշտիանո Ռոնալդոն կարող է հանդիպել Եվրոպայի գործող չեմպիոններին, այսինքն Կրիշտիանո Ռոնալդոյի ճանապարհը շատ բարդ է դեպի կիսաեզրափակիչ։ Իրոք անչափ բարդ է։ Ու թե ինչպես է ամեն ինչ գնալու, հուսամ ոչ այնպես, ինչպես իմ մտքում է։ Եվ իհարկե իմ կարծիքով, ընդ Բրազիլիա չեմ խոսում, այնտեղ Անգլիա չեմ խոսում, որովհետև որպես այդպեսին այն էր, ինչ ես պատկերացրեցի, Բրազիլիայի հավաքականում կա Նեյմար, չկա Նեյմար, ոչ մեկին դա իմ կարծիքով հետաքրքիր չի, Նեյմարը մտավ դաշտ, բոլորը ծափարեցին, լացեցին, Նեյմարը դաշտում, վայ, բայց ախրնդեի առաջատարը Վինին է։ 3 խաղում է լավագույն ֆուտբոլիստ, եթե չեմ սխալվում 3 գոլ, մի գոլային փոխանցում կամ ինչ որ հակառակ։ Մի խոսքով, շատ արդյունավետ մունդիալ, սա Վինի Բրազիլիան է։ Սա Նեյմարի Բրազիլիան չէ։ Ու ես չեմ կարծում, որ լինելու է հանդիպում, որտեղ Նեյմարը լինելու է մեկնարկային կազմում։ Չկա, չի լինելու տենց հանդիպում։ Այդ ինչ Պակետան պետքա, Ռաֆինյա ստացա վնասված, Պակետան պետքա վնասված կստանա, Ռայանը պետքա վնասված կստանա, դե Լուիս Էնրիկ եկա, որ պետքա վնասված կստանա, որպեսզի իմ կարծիքով Նեյմարը տեղ գտնի մեկնարկային կազմում։ Իսկ դա չեմ կարծում, որ կլինի։ Հիմա Բրազիլիան կախված է Վինիսիուսից։ Եթե Վինիսիուսը խաղում է լավ, Բրազիլիան փայլում է։ Եթե Վինիսիուսը լավ չի խաղում, մնացած ասպեկտներում էլ Բրազիլիան խամրում է։ Այնպես որ Բրազիլիան խաղում է Բրազիլիայի պես։ Ինչ կլինի փլեյոֆում, կխոսենք արդեն այդ ժամանակ։ Ամենամեծ հիասթափությունն էլ ընկերներիմ կարծիքով բանն է, Ուրուգվայի հավաքականը։ Ուրուգվայի հավաքականի ճամբարում ամեն ինչ շատ վատ էր, նշվում է լարված մթնոլորտ։ Ուրուգվայը չկարողացավ հաղթել 3 խաղերում էլ 2 միավորով, եթե եմ սխալվում, 2 միավորով դուրս մնաց խմբի բանից, աշխարհի առաջնությունից։ Վերջին խաղը ընդհանրապես աղետ էր։ Ֆերնանդո Մուսլերայա կանգնացնում դարպասին, ինչ որ անհասկանալի պայմաններով բանա Բիելսան 3 գոլերում էլ մեղավոր է լինում Մուսլերան, այնտեղ հրմշտոց մրցավարի հետ Վալվերդեն հանում է դաշտից, լրագրողի վրա գոռում է Բիելսան, մի խոսքով կարծում եմ ամենամեծ անհաջողակը այս աշխարհի առաջնությանը աշխարհի կրկնակի չեմպիոն Ուրուգվայի հավաքականն էր։ Դե իսկ աշխարհի առաջնությունը ընդհանուր առմամբ նորմալ է։ 10-ից 6, իրոք, 10-ից 6, եթե բալային սանդղակով գնահատեմ ու կցանկանամ լսել ձեր կարծիքը աշխարհի առաջնության վերաբերյալ։ Ովքեր են ֆավորիտներ, ովքեր տապալեցին աշխարհի առաջնությունը, ովքեր արդարացրեցին ձեր սպասելիքները եւ ով է լավագույն ֆուտբոլիստը այս պահի դրությամբ։ Գրեք մեկնաբանություններում։ Դե իսկ մենք մի քիչ տրանսֆերներ քննարկենք։ Ու եկեք խոսանք նաև տրանսֆերներից շատ արագ ու ավարտենք տեսանյութը, որովհետև պետք է հասցնել մոնտաժել, տեղադրել, որպեսզի ակտուալությունը չկորի այս տեսանյութի։ Նախ խոսենք այն գների մասին, որոնք տեղադրվում են ֆուտբոլիստների վրա, հա, կոպիտ ասված, որ գնեն, հա, թոփ ակումբները ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Առաջին գործարքը, որը իմ համար շոկ էր,
Գնային առումով դա Էլիոտ Անդերսոնի տեղափոխությունն էր Նոթինգհամ Ֆորեսթից Մանչեսթեր Սիթի։ Արդեն Ֆաբրիցիո Ռամանոն ասել է, Օշտեյնը ասել է, բոլոր համաձայնությունները կա 120 միլիոն ֆունտ էր, եթե չեմ սխալվում, 120 միլիոն ֆունտ Էլիոտ Անդերսոնի համար։ Ես նայել եմ Նոթինգհամ Ֆորեսթի խաղերը ու շատ իրեմ եղել, նրանք հասել են մինչև Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ։ Նայում եմ նաև Անգլիայի ազգային հավաքականի խաղերը ու չեմ հասկանում իմաստը, թե ինչու է Էլիոտ Անդերսոնը 130 միլիոն, 120-130 միլիոն։ Նման ոճի ֆուտբոլիստ Մանչեսթեր Սիթին արդեն ունի Ռոդրին։ Ու նույնիսկ վնասվածքից ապակինված Ռոդրին իմ համար ավելի վեր է դասվում, քան Էլիոտ Անդերսոնը։ Երկու տարբերակ կա։ Կամ Էնցո Մարեսկան պատրաստ է բավականաչափ խաղաժամանակ տրամադրել երկուսին էլ տեսնելով մեկներկային կազմում, կամ Էլիոտ Անդերսոնը նույնիսկ լինելով թանկ ձեռք բերում, հիմնականը կանցկացնի որպես փոխարինող ֆուտբոլիստ, երբ որ Ռոդրին ավարտի կարիերան Մանչեսթեր Սիթիում, նոր քայլ առաջ որպես հիմնական ֆուտբոլիստ։ Չգիտեմ, բայց Էլիոտ Անդերսոնը, Ալեքս Սկոտը, Յան Դիոմանդեն, ֆուտբոլիստներ, որոնք հիմա ամենաշատն են քննարկվում, հա, Էնցո Ֆերնանդեսը տրանսֆերային պատմանում բոլորը գնահատվում են 100+ միլիոն։ Մեկ մրցաշրջան, լավ, շատ լավ չէ, լավ անցկացրած ֆուտբոլիստները հիմա գնահատվում են 100 միլիոն։ Ես նայում եմ նաև Յան Դիոմանդեին, ինձ շատ հետաքրքիր էր, որովհետև Լիվերպուլը հիմնական ակումբն է, որտեղ կարող է տեղափոխվել Դիոմանդեն։ Բայց երբ որ նայում ես Դիոմանդեի խաղին, ասում ես, լավ, արագություն կա, տեխնիկա կա, լավ ճնշում է տալիս, ինչն է 100 միլիոն, ինչն է 120 միլիոն, չեմ հասկանում։ Այսինքն եթե Սալահի փոխարինող է գալիս Յան Դիոմանդեն, չգիտեմ, նախ չի լինելու երկրորդ Սալահ, երկրորդը Դիոմանդեն չեմ հասկանում։ Ես ուզում եմ ձեր կարծիքը հասկանալ ընդհանրապես, արդյոք ես մի հատ էպիզոդ արեցի, վերջին էպիզոդս Մարզական լեգենդի հետ կփոդքասթի, որտեղ խոսեցինք Նեյմարի մասին ու այդ թեմայի շրջանակում ես ու Ֆայիկը քննարկեցինք, թե արդյոք Նեյմարի տրանսֆերն էր, որ քանդեց համաշխարհային ֆուտբոլի ընկալումը նոր ֆուտբոլիստ ձեռք բերելու հարցում ֆինանսապես։ Ու մենք եկանք այն հայտարարի, որ այո, եկանք այն հայտարարի, որ 222 միլիոնը կոնկրետ այդ տրանսֆերը Բարսելոնայից Paris Saint-Germain քանդեց ամեն ինչ։ Իրոք քանդեց ամեն ինչ, որովհետև դրանից հետո սկսվեցին այդ աստղաբաշխական գումարները տալ ֆուտբոլիստների համար, դրանից սկսեցին այդ մեծ աշխատավարձերը, այդ բոնուսները, իրանց դիրքը ակումբում եւ այլն եւ այլն եւ այլն։ Ու հիմա եկել է մի հատ պահ, որտեղ դու նայում ես ֆուտբոլիստին, այո, ինքը որակյալ է, դու նայում ես այդ ֆուտբոլիստին, հասկանում ես, որ հա, ինքը պիտի խաղա, բայց միառժամանակ դու չես հասկանում, թե ինչի հիման վրա են մերօրյա ֆուտբոլիստները 100 միլիոն։ Այսինքն, երբ որ դու խոսում ես 100 միլիոնից, դու պետք է ակնկալես առնվազն 20-30 գոլ։ Եթե խոսքը գնում է կիսապաշտպանի մասին, դու առնվազն պետք է ակնկալես Կևին Դե Բրույնեին մոտ մակարդակ ցույց տվող վիճակագրություն կամ Մոդրիչի պես խելացիություն, Կրոսի պես տեմպ տվող ֆուտբոլիստ, հա։ Էլիոտ Անդերսոնը մեկը, այո, ինքը շատ լավ ֆուտբոլիստ է, բայց Էլիոտ Անդերսոնը տեմպ կառավարողը ոչ ֆանտաստիկ մակարդակի վրա։ Էլիոտ Անդերսոնը սուր փոխանցումներով աչքի չի ընկնում։ Էլիոտ Անդերսոնը դիրքային լավն է, բայց Էլիոտ Անդերսոնը չգիտեմ 130 միլիոն ֆունտ ստերլինգ Էլիոտ Անդերսոնի համար մի փոքր իմ կարծիքով գերագնահատված է։ Ու բոլոր ֆուտբոլիստները մեր օրերում կարծում եմ այն տրանսֆերային արժեքները, որոնք դրված են նրանց դիմաց, գերագնահատված են։ Մյուսը Ռուբեն Ամորիմի տեղափոխություններ Միլան, այրվող պրոյեկտից գնալ մյուս այրվող պրոյեկտ։ Ես հույս ունեմ, որ Ամորիմը կարդարացնի Միլանի ղեկավարության սպասելիքների ու հաջողության կհասնի Միլան, որովհետև Ամորիմը լավ մարզիչ է։ Ամորիմը ներուժ ունի, Ամորիմը ցույց է տվել, որ իր փիլիսոփայությունը աշխատում է սպորտինգում։ Մանչեսթեր Յունայթեդում չստացվեց ինչ-ինչ պատճառներով։ Միլանում եւս հիմա խնդիրներ կան։ Լեաուն է հեռանում։ Մի շարք ֆուտբոլիստներ են հեռանում։ Նոր կազմ պետք է հավաքել։ Բերում են Գոնսալո Ռամուշ, 75 միլիոն եվրո, 75 միլիոն եվրոյով Գոնսալո Ռամուշին են բերում։ Ֆուտբոլիստ, որը մոտել չէր մեկներկային կազմում խաղալուն Paris Saint-Germain-ում։ Չելսիում Մալո Գուստոն գնահատվում է 75 միլիոն։ Ո՞վ է Մալո Գուստոն։
Լավ, որակյալ, նորմալ պաշտպան։ Ոչ ավելին։ Բայց 75 միլիոն։ Հասկանում եք։ Վաու։ Ու հիմա տրանսֆերային պատուհանում կատարվում են մի հատ այնպիսի իրադարձություններ, որոնք մունդիալի մրցավարությունից շոկային են։ Այսինքն դու տեսնում ես ֆուտբոլիստներ գնում են ստեղ, գնում են այնտեղ, ինչ որ 50 միլիոնա գնում, 60 միլիոն, 90 միլիոն, ու դու նայում ես այս ֆուտբոլիստներին անում ես, այս ովքեր են ախպեր։ Լավ, այս ֆուտբոլիստն ով որ տեղափոխ։ Այուբ ոնց էր մարոկացի էր ինքը։ Թունիսից էր, որտեղից էր, Բուադին, որ երկու խաղ լավ խաղաց, ինքն դե Լիլուման միջին մակարդակի խաղում, հոպ ինքը դարավ 75-80 միլիոն։ Ով է Բուադին։ Ես երդվում եմ, ես աշխարհի առաջնության ժամանակ եմ իմացել այդ ֆուտբոլիստին։ Ես դրեցի նայեցի, ասի դե լավ տեղաշարժ ունի, նորմալ է։ Գրավենբերգն ավելի լավն է, բայց Գրավենբերգին 35 միլիոնով են բերել։ Նայում ես Դիոմանդեին, ասում ես լավ, դե հիմա Ռոդրիգոն Էսպանիան ավելի ուժեղ ֆուտբոլիստ է, քան Դիոմանդեն, բայց Ռոդրիգոն հիմա 60 միլիոն չի։ Իսկ Դիոմանդեն, որը խաղում ուղղակի մարզավիճակ ունի, 130 միլիոն է հասնում։ Մի խոսքով, ինչ որ մի հատ շատ խայտարակ խառը պատմություններ են տրանսֆերային պատուհանում, ու ես ուզում եմ ձեր կարծիքը լսել։ Տենց հաստատված գործարքները շատ քիչ են, դրա համար տենց կոնկրետ բանի մասին չեմ խոսում։ Ես հեսա վերջում երկու բառով խոսեմ նաև մեր սիրելի Էդուարդ Սպերցյանից, բայց ես ուզում եմ լսել ձեր կարծիքը։ Ինչպես եք դուք վերաբերվում տրանսֆերային այս գների սահմանաչափի վերաբերյալ, որ սահմանները շատ են մեծացել։ Արդյոք կա ֆուտբոլիստ այս պայն տրանսֆերային շուկայում, որ արժի 100 միլիոն, 100+։ Ես կարծում եմ, որ չկա։ Նույնիսկ Էնցո Ֆերնանդեսը 520 միլիոնի ֆուտբոլիստ չի։ 80, օքեյ, 80, 75 վճարել, խնդիր չկա։ Ֆուտբոլիստ, որը կարող է եղանակ փոխել կիսապաշտպանությունում։ Բայց 100+ միլիոն եւ ֆուտբոլիստ չեմ նկատում։ Ու ես ցանկանում եմ լսել ձեր կարծիքը։ Գրեք մեկնաբանություններում։ Դե իսկ երկու բառով ես ճիշտ է առանձին տեսանյութ ունեցել եմ Սպերցյանի վերաբերյալ։ Կոմոն վերադարձրեց Նիկո Պազին, գնեց Նիկո Պազին 60 միլիոնով եւ Էդուարդ Սպերցյանը տեղափոխվում է Սաուդյան Արաբիա, Ալ-Ահլի։ Ֆաբրիցիո Ռոմանոն արդեն here we go կա, ամեն ինչ համաձայնեցված է, 25 միլիոն տրանսֆերը, եթե չեմ սխալվում 7-8 միլիոն աշխատելու այնտեղ տարեկան Էդուարդ Սպերցյանը, բայց ես չեմ ուզում ասեմ խաչ եմ քաշում ինքս ինձ մոտ, բայց իմ հույսերը չնչին են, որ մենք Սպերցյանին կտեսնենք եվրոպական top մակարդակի վրա։ Այո, մենք գուցե տեսնենք 2 տարուց, 3 տարուց Սպերցյանին եվրոպական ասպարեզում, top մակարդակի վրա չենք տեսնի։ Ու դա շատ հանգամանքներ կարող է սենց խոչընդոտել այդ ամենի իրականացմանը, որովհետև նախ պայմանագիրը ստացվող ֆինանսը այն ֆինանսը, որը ստանալու է Էդուարդ Սպերցյանը Ալ-Ահլիում, եվրոպական ոչ մի ակում չի պատրաստվելու տալ նույնիսկ կեսը։ Էդուարդ Սպերցյանը եւս համը ընկնելով բերանը, դա յուրաքանչյուր մարդու մոտ է, հա։ Համը ընկնելով բերանը դու չես ցանկանում գնալ այն հին ամեն ինչին, որտեղ ես նորը քեզ դուր է գալիս։ Սաուդյան Արաբիան այն առաջնությունը չէ, որտեղ դու կարող ես այնպես փայլել, որ քեզանով միանգամից հետաքրքրվի Չելսի, Լիվերպուլ, Ռեալ, Բարսելոնա։ Տեմպը Սաուդյան Արաբիայում ավելի թույլ է։ Արդյոք Էդուարդ Սպերցյանը մեկնարկային կազմով է լինելու, հարց է։ Այնտեղ 10 համարի դիրքում խաղում է Կեսիեն։ Այնտեղ կա բոլորի կողմից սիրված Մարրես։ Այնտեղ կա հարձակվող Այվան Թոնի։ Աստղերեն, որոնց կողքը խաղալը հեշտ չի լինելու։ Բայց իմ սուբյեկտիվ կարծիքով Էդուարդ Սպերցյանի կայացրած որոշումը սխալ էր։ Կայացրած որոշումը սխալ էր ու ոչ թե քննադատում եմ, ես իրավունք չունեմ էլ։ Այդ մարդը այդ ինքը ամեն մարդ իր ուղին է տեսնում ու ինքը գնում է այդ ուղով։ Ու ես չեմ կարող քննադատել։ Ես միայն ասել եմ, որ հուսամ, որ կգա ժամանակ ու Էդուարդ Սպերցյանը չի փոշմանի իր կատարած որոշման համար։ Բայց մի բան փաստ է։ Մենք երկրորդ Հենրիխ Մխիթարյան չենք ունենալու։ Որովհետև Հենրիխ Մխիթարյան լինելու համար ուղղակի տաղանդավոր ու աշխատասեր լինելը քիչ է։ Պետք է լինել կարգապահ, պետք է ամբողջությամբ սիրել այն ամենը, ինչով զբաղվում ես, ու պետք է նվիրվել այդ ամենին։ Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա վերջին երկու կետը ինձ մոտ մի փոքր տենց ստվերում է։ Դե իսկ մնալ բազայում տարի ու կես, ապրել բազայում, որ շուտ հասնել մարզումներին, հավելյալ մարզումներ անցկացնել, չեմ կարծում, որ Սպերցյանի մասին է։ Ես միայն հաջողություն եմ մաղթում Մերեդոին։ Ես հուսամ ինքը կնվաճի Սաուդյան Արաբիայի
չեմպիոնությունը, խաղա ասիական չեմպիոնների լիգը, այնտեղ հաջողության կհասնի, բայց եվրոպական ասպարեզ չեմ պատկերացնում։ Այսօրվա մարայսքան ընկերներ, շնորհակալություն տեսանյութը դիտելու համար, ձեզ հետ Գևորգն էր, վստահ եմ, որ արդեն հաճախ եկի եմ տեսանյութեր հրապարակելու, արդեն play-off-ով բարբերաբար անցնելու ենք, այնպես որ YouTube-ը վերադառնում եմ նաև ես, կհանդիպենք։